Երեկվա ընդհանրապես process-ին անդրադառնալու կարիք կարծում եմ չկա եւ մենք չենք անդրադառնա, քանի որ իրավիճակը հարթվել է եւ կարծում եմ, որ մենք ունենք որոշում չանդրադառնալ որևէ կերպ։ Ձեզ կշարունակվի ԿՊ-ի կողմից այսպիսի վեճերը, որ նրանք սադրեցին։ Հղում եմ տալիս նախորդ ասածից, եթե այլ հարցեր լինեն, խնդրում եմ այլ հարցեր։ Ինչ սպասելիքներ կան փոխնախագահի ընտրության վերաբերյալ ձեր կարծիքով քաղաքացիական պայմանագիրը քվեարկի Արամ Վարդևանյանի օգտին։ Մենք վայելեցինք պարոն Վարդևանյանի պրոֆեսիոնալիզմը, դիվանագիտական ճիշտ մոտեցումը եւ նաեւ այն ինստիտուցիոնալ մոտեցումը, որ նա պատկերացնում էր ազգային ժողովի զարգացման մասին։ Ինչ էր նա ասում։ Նա ասում էր, որ ազգային ժողովը պետք է հիմնական աշխատանքը կատարի օրենքները մշտական օրենքների վրա աշխատելով, լավարկելով, ու դա է լինելու որպես իրավաբան, որպես բարձր կվալիֆիկացիա իրավաբան իր հիմնական աշխատանքի մի մասը։ Իսկ այլ խմբակցությունների քվեարկության մասին թող որոշեն, ուղղակի ես կարող եմ ասել, որ յուրաքանչյուր երկրի համար բավական գնահատելի կլիներ այսպիսի պրոֆեսիոնալության մարդ, որ լիներ ազգային ժողովի նախագահի տեղակալ։ Շատ լավ։ Եվ ճգնաժամ չի առաջացել։ Չքվեարկելը ինքնանպատակ չի եղել, մենք ամեն չքվեարկելուց ներկայացրել ենք պատճառը։ Իսկ հանձնաժողովի նախագահների թեկնածուներն Կա ընդհանուր տեսլական, քանի որ դա որոշում է ընդհանուր ազգային ժողովի ընտրանքային, այսինքն ընտրում են առաջին երկու հանձնաժողովները ընտրում է իշխող ուժը, հետո արդեն մյուս ուժը, այդ իսկ պատճառով ես մեծությամբ երկրորդ ուժը, ես չեմ կարող ասել, թե որ խմբակցությունների վրա է կանգնելու ունենք նախանշած խմբակցություն, այո, քննարկում ունեցել եք, տնտեսական բլոկն է, քննարկում ունեցել եք իշխանության հետ այդ մասով, թե ով ինչ հանձնաժողով վերցնի։ ոչ։ Արամ Վարդևանյանի հետ կապված տնտեսական հանձնաժողովների Չի ուզենա այս պահին։ Ձեր տպավորությամբ ամեն դեպքում իշխանությունը կընտրի Արամ Վարդևանյանին եւ եթե օրինակ մեջբերեմ Ռուբինյանի խոսքը, եթե ասում են, որ կանոնակարգ օրենքը սահմանում է նաեւ, որ կարող են չընտրել Արամ Վարդևանյանին եւ ճգնաժամ չի առաջանա։ Ունեցել եք այդպիսի քննարկում, հնարավոր է այլ տեխնացու առաջադրեք ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում։ Շատ լավ, պարոն Վարդևանյանը թե ազգային ժողովի նախագահի տեղակալի դիրքում, թե մեր ուժեղ Հայաստանի խմբակցության անդամի դիրքում մեծ գործ ունի անելու ազգային ժողովում եւ երկու պարագաներում էլ ազգային ժողովը մեզ շահելու է շատ եւ չի տուժելու մեր աշխատանքը, այդ իսկ պատճառով ընտրությունը, քանի որ այլ քաղաքական ուժը չեմ կարող իրենց տեղը ասել։ Պարոն Կարապետյան, կներեք, Մենք Քրիստինա ջան, որոշել ես միշտ դու հարց տաս։ ասնատեսակ իրենք փոխարանի մեծամասնություն էին, հայաստան հանրամանդատունի հիմա որքան են փոխեցրած իրենց փոսուկի պատճառով, անդադ ձեզ օրինակ ընտրում։ Չէ, դա հարց է, ֆայն պետք է ունենաս, որ հաջորդ հարցում ես գործընկերը պետք է։ Փոխարանում արդեն փոխանալու է կադրի փոքր վեցեր դառնալու։ Սա կապված դուք մտահոգություններ։ ասեմ, ընդդիմության մենք տեսնում ենք, որ իշխանական պատգամավորների քանակը ամեն ընտրություններից հետո փոքրանում է։ Եվ մենք տեսնում ենք դատարկ տեղեր արդեն եւ դատարկ տեղերը փոքրանում են։ Դա ցույց է տալիս, որ հետագայում մի փոքրանալու պարագայում հնարավոր կլինի ազգային ժողովում տեղափոխություններ նստարաններ։ Արամ Վարդևանյանի տեխնատության վերաբերյալ նա էլ իր խոսքում նշեց, որ ըստ էության այս խորհրդարանը երկար կյանք չի ունենալու, բայց դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ Արամ Վարդևանյանը մեծ գործ ունի անելու, հակասություն չկա, այստեղ եթե այս խորհրդարանի կյանքը կարճ է, այդ դեպքում ինչու եք առաջադրում փոխնախագահ, որ ինքը մեծ անելիքներ ունի եւ որ ըստ էության կարճ կյանք ունի։ Այ հենց մեր իր աշխատանքի արդյունքում մենք պետք է ունենանք այդ փոփոխությունը։ Այսինքն Արամ Վարդևանյանը պիտի ցրի ազգային Բոլորիս աշխատանքի արդյունքում թող պատասխանի։ բոլորիս աշխատանքն է, ինչքան հնարավոր է շատ դիրքերում
որպեսզի մենք կարողանանք հասնել այդ փոփոխությանը։ Ես ներողություն եմ խնդրում։ Մեկ հարցել ես տամ Քարզարշավի շրջանակներում մենք տեսնում ենք, որ հոլովակներ էր տարածվում արևմտյան Ադրբեջանի լուրերի թողարկումից։ Դրանք անդրադառնանք։ Եթե այնուամենայնիվ Արամ-Ղարաբաղը մի րոպե Չեմ տվել հարցս վերջացրել ներողություն։ Դուք ձեր ուժը որևէ մասնակցություն ունեցել այդ հոլովակների տարածմանը, պատրաստման եւ տարածման հարցում, թե չէ ֆինանսավորել եք, թե ոչ։ Հասկացա ձեր հարցը։ Չէ, ներողություն, ինչու չեք պատասխանում։ Ձեր հարցը կասեք։ Ներողություն, ինչու չեք պատասխանում։ Կասեք, ինչու չեք Ես պատասխանում։ ասեցի, որ հետագայում ձեր հարցին հանդես կգանք պատասխանով, Դուք հիմա չգիտեք, դուք ֆինանսավորել եք դա թե ոչ։ պարզաբանումով հանդես կգանք։ Պարոն Կարապետյան, եթե Արամ Վարդևանյանին չընտրի մեծամասնությունը, դուք կրկին իր թեկնածությունը կառաջադրեք, թե ուրիշ թեկնածու կառաջադրեք, թե այլևս թեկնածու Ըստ իրավիճակի կլինի խմբակցության որոշումը կոլեգիալ, իհարկե նաև այն իրավասությունները, որ մենք ունենք օգտագործելով, հանդես կգանք հայտարարությամբ։ Տեսեք, խորհրդարանում աշխատանքներին հետևելիս, լուսաբանելիս նկատում ենք, որ բավականին տիրթ ու կառուցողական մթնոլորտում է, չհաշված որոշակի իրավիճակներ, որ արձանագրվում է։ Այս կերպն եք պատրաստվում ամբողջ 5 տարին, եթե խորհրդարանը այդքան ցքի աշխատել, այնուամենայնիվ կփոխեք մոտեցումը հաշվի առնելով, որ հանրությունը ընդդիմադիր, արմատական ընդդիմադիր կեցվածք էր պահանջում ընդդիմությունից եւ այս կերպ բնականաբար կպականներն չեն միանալու, Հայաստանի Նիկոլ Փաշինյանին չեն հեռացնում։ Ես խորապես դեմ եմ ազգային ժողովը անձնական վիրավորանքների հարթակին վերածելու եւ կարծում եմ, որ ժողովրդի մեջ մոտեցումների փոփոխություն բերելու է կարծիքների պայքարը եւ ոչ թե վիրավորանքների պայքարը։ Այդ իսկ պատճառով նաեւ ինձ համար էլ հաճելի չէ երբեմն այն քիչ ազգային ժողովը բոլորը ասում են, որ ամենակիչն է այդպիսի բան տեղի ունեցել, կարծում եմ հետագայում էլ տեղի չունենա, մենք պետքա գաղափարների հակադրությունը ցույց տանք, մարդիկ ընտրեն, որովհետև մենք վստահ ենք, որ մեր գաղափարներն է զարգացում բերելու երկրում եւ 600,000 մարդու նախկատությունից անելու։ Շնորհակալ եմ։